Ողջույն 24-ի եթերում հետագիստն է ես Նարեկ Գալստյան, այս պայն ես հյուրընկալել եմ ադրբեջանագետ պատմական գիտությունների տեխնացու Տաթև Հայրապետյանին, Տաթև ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տաթև ավարտվեց քառօրյա տարածաշրջանային այցը Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան եւ Ադրբեջան։ Հայաստանում մեծ ֆուրորով ընդունվեց դա իշխանությունների կողմից, բոլորը միաբերան սա անկավ հայտարարեցին ԿՊ-ական պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատմական այց եւ այլն եւ այլն։ Ես ուշադրությամբ նայում էի ադրբեջանական այցը, հա, մենք Հայաստանին ու Ադրբեջանին բաղդադելու համար, այնտեղ անկեղծ եմ ասում, ես լրատվական ինձ հասանելի լրատվական ռեսուրսներով չտեսա այդ կայծը, այդ ինչ որ կարևորությունը, կարծես թե հերթական անգամ ինչ որ արհեստական կերպով նշանակությունը իջեցվող այցեր ադրբեջանական մամուլի մատուցմամբ։ Ես ճիշտ եմ նկատել թե ոչ։ Կարծում ճիշտ եք նկատել, որովհետև ես այսօր երեք ընդհանուր որ նայում եմ դրա նախորդող շրջանում, այցի նախորդող շրջանում, ես տեսնում եմ այդ որոշակի զգուշավորությունը այցի հետ կապված, ասեմ ձեզ, որ շատ ակտիվ քննարկվում էր արդյոք Վենսը կխոսի հայ գերիների ազատ արձակումից, թե չէ։ Կարծես ինչ-որ բան ասել է խոսնակը ասած։ Դե համենայն դեպս հրապարակային տեղեկություն դրա մասին չկա, թե փակ խոսակցության ժամանակ խոսվել է ադրբեջանական կողմը խնդրել է չհանրայնացնել, չեմ կարող ասել դա, բայց ի վերջո փաստ որ այստեղից մեկնելուց առաջ ինքը ասաց, որ այդ հարցը նաև Բաքվում կբարձրաձայնի։ Բնականաբար, այստեղ մեր ամենակարևոր լծակներից մեկը, քանի որ խոսքը դրա մասին գնաց, դա նախագահ Թրամփի հայտարարությունն է օգոստոս 7-ի, որին պետք է շատ հաճախակի վերադառնալ եւ հիշեցնել ամերիկյան կողմին, որ այդ հարցում իրենք պատրաստակամություն են հայտնել աջակցել եւ այդ խնդրին լուծում տալ։ Այդ մասով, բայց իրավացեք, ու ես ձեզ ասեմ, որ այս այցի նախորդին նաեւ ադրբեջանական կողմը շատ ակտիվ աշխատում էր Չինաստանի հետ եւ ընդհանուր առմամբ ի տարբերություն հայկական կողմի, որը հստակ արձանագրում է, որ Ամերիկան իր գործընկերն է, համագործակցությունը շարունակել է այդ ուղղությամբ, Ադրբեջանը այստեղ մանևրում է, ինքը իրեն մի կենտրոնից կախվածության մեջ չի դնում եւ աշխատում է մի քանի ուղղություններով, բնականաբար այդ կենտրոններն էլ տեղյակ են այդ աշխատանքի մասին, ու մեծ հաշվով որ նայես, բավականին պրոտոկոլային, դիվանագիտական այդ հայտնի տերմինաբանության մեջ տեղավորվող այցեր, չհաշված Վենսի կատակը, Ալիևի, նրա տիկնոջ եւ նրանց քաղաքական համակարգի հետ կապված հեգնանք կատակը, ընդհանուր առմամբ բավականին պրոտոկոլային այցեր։ Եթե մենք գալիս ենք հայաստանյան այցին Վենսի, նայելով դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանության մեջ, կրկին Հայաստանի իշխանությունները ցնծությամբ ընդունեցին, պատմական որակեցին, Վենսն էլ բառերը այսպես շռայլից չխուսափեց եւ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի իր աջակցությունն հայտնեց առաջիկա ընտրությունների հետ կապված։ Ես ուզում եմ հասկանալ այս երրակողմի մեջ այս ամեն ինչից արդյոք բոլորն են օգուտ քաղում, թե ոնց որ ասում միտեղ մեզ գցում են, մենք հələ չենք հասկանում, թե որտեղ։ Գիտեք, այդ օգուտ քաղելը կախված է, թե ինչպես ես դու բանակցում, ես կուզեմ մի քանի դետալների վրա ուշադրություն դարձնել, որովհետև այցից հետո Նիկոլ Փաշինյանը նաև ինչ որ հարցազրույց տվեց հանրային հեռուստաընկերությանը, այնտեղ մի քանի շատ հետաքրքիր իրականում խոստովանություններ արեց։ Մեկը, որ խոստովանեց, որ ինքը փաստացի շատ վերջնական փուլում է թղթին ծանոթացել, որ իրեն առաջարկեն, եթե հիշում եք, խոսակցության մեջ մոտավորապես սա է, որ մենք տեսանք 99 տարով մեզ հարցեր առաջացան մոտավորապես այս խոսույթն, այսինքն այդ թուղթը ոչ թե բանակցված է, այլ այդ թուղթը դրված է եղել սեղանին։ Եվ եթե անկեղծությունն է, թող ասեն իրենց ինչքան ժամանակ է տրվել այդ թղթին այո կամ ոչ, միգուցե ասելու համար։ Ու ինչքան է դա այո կամ այո, որ ասում է, ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Իսկ իրականում դրան նախորդող շրջանում սա էլ է շատ կարևոր, որովհետև իրադարձությունները այնքան արագ են փոխվում մեր կյանքում, որ մարդիկ մոռանում են նախկին շրջանները, որը ստեղծվել էր Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով, երբ անցած տարվա հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը համաձայնեց եւ նրա կառավարությունը խաղաղության համաձայնագրի բոլոր կետերին, Ադրբեջանը սկսեց մի հսկայական արշավ, որը կարող էր բերել նոր էսկալացիայի։ Եվ փաստացի այս ամբողջ գործընթացը ուղղակի կանխեց այդ էսկալացիոն քայլերը։ Ու հիմա ասել մենք մոտենում ենք մի կետի, որից հետո խաղաղությունը անշրջել է, դա իրականում ծիծաղալի է, որովհետև եթե հասնես խաղաղության, իրական խաղաղության հաստատման, դու դա ապացուցելու կարիք չես ունենա, ընդհանրապես բառերի կարիք չես ունենա, մարդիկ դրա մասին կխոսեն, կտեսնեն, բայց նույն օգոստոս 8-ից հետո տեղի ունեցած ցուցարություններն էլ ցույց են տալի, որ մարդիկ թերահավատ են այդ թղթերի հետ կապված։ Գիտեք, շատ հաճախ հանրությունը կարող է ամբողջ ինֆորմացիան չվերցնի, չնայի, բայց այդ ինչ որ ինստինկտային մակարդակով ինքը հասկանում է ինչ պետության հետ գործ ունի։ Այդ մասով երկրորդը հետաքրքիր դրվագը
Երբ երեք լրագրողը իրեն հարցնում էր, իսկ արդյոք այդ թրիփի կարգավորումները front desk, back desk, այդ որ օգտագործում էր ադրբեջանական կողմը, ինչ է ասում, ասում է իբր թրիփը ներդրումային ծրագիր է Հայաստանի մեջ կապ ունի Ադրբեջանը ինչ է անում։ Այո, չգիտեմ Ադրբեջանը։ Հոյակապ է, եթե դա այդպես էր, ապա դա կլիներ երկկողմ համաձայնություն։ Ինչի Ադրբեջանի ստորագրությունը, ինչի է դրված դրա տակ, թող լիներ նախաստորագրված ձեր թուղթը եւ թող լիներ թրիփը, որտեղ կլիներ ձեր իրականում, երբ որ դու հասկանում ես ինչեր կարող էիր ձեռք բերել ավելի ճիշտ բանակցելու դեպքում ինչ հնարավորություններ, արդեն տեղաբացվում է ամբողջ, այսպես ասած, այդ փուչիկը տեղապայթում, թե չէ ընդհանուր առմամբ այն իրավիճակը ինչ ունենք, այն իրավիճակը, որ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի շատ վտանգավոր ապաշնոր, ցաքուցրիվ քաղաքականության հետևանքով, իրապես շատ վտանգավոր, բոլորիս համար էր վտանգավոր, եթե Աստված մի արած 20 ռազմական գործողություններ, պատերազմ, հնարավոր օկուպացիաներ, դա բոլորիս վրա էր ազդելու խայտառակ ձևով։ Ուստի այդ դրա համեմատությամբ ինչ ունենք, բնականաբար ասում ես թե լավ է, որ սա ունենք, բայց ընթացքում շատ կարևոր է թե դու այդ խաղի կանոնների մեջ, որ հիմա կան, այս խաղացողների մեջ, հիմա Միացյալ Նահանգներն են ակտիվ, Ռուսաստանը դեռ լուռ է, ինչ որ սպասողական վիճակում է, ռեսուրսները չեն բավարարում, Իրանում իրավիճակը դեռևս շարունակվում է, այո, անհասկանալի մնալ եւ այլն։ Ու այս իրավիճակում արդեն բանակցողի որակական պետական մտածողությունից է կախված այդ trip կոչված ինքը կդառնա իրապես միջանցք տրամաբանության մեջ, թե ինքը կդառնա հնարավորություն Հայաստանի համար, որովհետև ոչ մի բան վերջնական որոշված չի, կա ընդհանուր այդ սխեման, իսկ արդեն ընթացքում մարդիկ բանակցելով բերում են ինչ-որ կետի։ Այստեղ է կարևոր, որ այդ հնարավորությունների մեջ Հայաստանի կողմից բանակցող ղեկավարը լինի իսկապես պետական շահասպասարկող մարդ, որովհետև նույն երեկվա իր հարցազրույցի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դրական ներկայացնելու ընդհանուր հանրային մթնոլորտներ, դրական էր այցի հետ կապված, նույնիսկ դա իրեն չհաջողվեց։ Նկատել ես վերջերս սկսել է հատուկ ժպտալով խոսել, որ կարծես ամեն ինչ լավ է մեր մոտ այլևս, մենք լարվածության խնդիր չունենք։ Այդ շատ հետաքրքիր է, որովհետև ինքը իրոք հասկանում է, որ իր ամբողջ օրակարգերը 90% ու ավել հենված են բացասական բաների վրա, բացասական ուղղվածությունների վրա, դրանցից մեկը այս վերջին ամիսներին շարունակվող հակաեկեղեցական արշավն է, եւ անգամ այդ թրիփին նվիրված հարցազրույցում ինչ չկարողացավ զերծ մնալ վտանգավոր հայտարարություններից։ Ասենք ապշեցուցիչ է, որ պետության ղեկավարը կարող է անել համեմատություն, որ եկեղեցում, որում զրպարտիչ համեմատություն, որ եկեղեցու այդ քարոզ պատարակների ժամանակ աղսվող խոսքը համեմատի ծայրահեղ իսլամի հետ։ Արդյոք նա կներեք հասկանում, որ ասենք եկեղեցում երբ որ աղոթքի ժամանակ բանան, չէ, ասենք գաղափարից բացի աղոթքաբարձացում Հայաստան աշխարհի համար, աղոթաբարձացում Արցախ աշխարհի համար, ենթադրում եմ, որ Արցախ բառի գործածումը Նիկոլ Փաշինյանը պատարակների ժամանակ ընկալում է իբրև ֆունդամենտալ իսլամիզմ կամ չգիտեմ, ասենք ծայրահեղականություն կամ Իսկ թվում է Նիկոլ Փաշինյանը չի Իլհամ Ալիևն է, որը հստակ էս խնդիրը առաջադրանքը դրել է Նիկոլ Փաշինյանի առաջ եւ դա է շատ հետաքրքիր։ Տեսեք, ինքը ունի ԱՄՆ-աջակցությունը, որ դուք ասում եք աջակցություն, ես կարծում եմ ԱՄՆ-ն աջակցումը կաջակցի նաեւ այնպիսի ղեկավարի, որը պատրաստ կլինի խաղալ այս պարադիգմայի մեջ, իհարկե պետական շահասպասարկելով, բայց առհասարակ, եթե օրինակ դուք պատկերացնեք բանակցող կողմ ես, երկու կողմ են նստած դիմացը, թե մեկին ինչ ասում ես, ասում է, այո, բարձ չի որ կուզես այդ մեկը մնա, որտեվ այդ դեպքում քո գործը հեշտանում է, մենակ մեկին ես համոզելու խնդիր դրվում քո առաջ, մեկի հետ ամեն ինչ բարձ է, ինչ վերջում դնենք, ասենք կես ժամից ստորագրի, կստորագրի։ Այդ դեպքում իհարկե ինքը հարմար խաղացող է բոլորի համար։ Ես էլ լինեի Վենսի տեղը, նրա տեղը, կասեի աջակցություն, ինչի՞ պիտի աջակցեմ, կարաք ինձ բացատրեք։ Կամ եթե կներեք, իհարկե Իլհամ Ալիևի տեղը լինեք, չէիք աջակցի Նիկոլ Փաշինյանին։ Որ չէիք աջակցի։ Դե Յուսուֆ Փարաջան հիշում եմ բան կա, չէ, սովետական միության ժամանակ դեֆիցիտ ապրանքներ կային, որոնց գտնելը շատ դժվար էր, օրինակ այդպիսի հասկացություն կար, ասում են նոր տարվա լիմոնադ, այսինքն այդ այն լիմոնադն էր, որը որ սովորական պայմաններում հնարավոր չի գտնել։ Հա, բայց դու այս հնարավորության պայմաններում, ասենք, այո, իհարկե։ Ինը նոր տարվա լիմոնադ է Ադրբեջանում։ Հա, բայց իրականում, այսինքն ոնց կարած տենց մարդ, օրինակ եթե ես Ադրբեջանում մենք մարդ ունենայինք մեր ասածով շարժվեր, սենց խաղարկելով, որ մենք չենք ուզի այդ մարդը մնար իշխանությունից, չենք ուզի։ Կասենք ինչ որ պետքա պատժկալ կանենք, բայց ընդ որում այդ նվերները այնքան սահմանափակ են, այն կարգի իրան չեն ընդունում եւ հարգում, որտեվ այդ կարգի մարդկանց երբեք չեն ընդունում ու հարգում, որ այդ տրված ճակերտավոր նվերներն էլ են սահմանափակ, ու ընդ որում ադրբեջանական մեդիայում այդ տարբեր փորձագետներ իրենց խոսույթում շատ հաճախ ասում են մենք մեծ հաշվով Հայաստանի համար բան չենք անում, այսինքն այդ տարանցիկ, որ պահին մեզ պետք է մենք այդ ճանապարհը կփակենք, մենք իրանց այդ սահման չենք բացել։
Մենք իրենց իրական ոչինչ չենք տվել, մենք իրենց այդ ոչ մի թուղթ չենք ստորագրել։ Մենք նույնիսկ գերիներին չենք պատրաստվում իրենց տանք։ Այսինքն այս բաների մեջ իրանք այն մինիմալ ինչ որ ժեստիկներ են անում Նիկոլ Փաշինյանի համար, որ օգտագործի իբր, ինքն էլ դրա փոխարեն այդ ամբողջ օղմա եկեղեցուդան, բայց մի բան էլի կներեք այդ ահաբեկչական թեմա, որտեղ իմ համար վտանգը Այսինքն օրինակ պատկերացրեք ինքը ինչ, եթե տարբեր երկրների պաշտոնյաներ, բաներ խոսում են այս խնդրի մասին, այդ խնդիրը հաստատ հասել է տարբեր պաշտոնյաների, ինքը մեր եկեղեցին ներկայացնում է որպես ահաբեկչական կառույց։ Այսինքն անում է նույնը, ինչ Ադրբեջանի ղեկավարությունն անում, փորձում է եկեղեցին ներկայացնել որպես տարածաշրջանում սպառնալիք խաղաղությանը։ Պետության այդ ղեկավարը զբաղված է քո քրիստոնեական առաքելական եկեղեցու դեմոնիզացիայով այսօր, ու անում է դա ոչ միայն ներքին, այլև արտաքին առումով։ Սրանից ավելի վտանգավոր բան ինչ կարող լինի պետության համար։ Ու այնտեղ որտեղ կարաս տեսնես հնարավորություն նույն ամերիկացիների հետ աշխատելով եւ այլն, Նիկոլ Փաշինյանը մեզ նորից ճահիճն է քաշում։ Ու դա է խորքային խնդրեմը, որովհետեւ այստեղ կան աշխատելու տեղեր, իրապես կան տարբեր առումներով, եթե խելացի աշխատես, բայց ինքը ինչ անում, ինքը նորից վերադառնում է այդ օրակարգին։ Իր վրա այնպեսի երևի չգիտեմ ինչ կա իր վրա, որ ինքը sense մոլերանդ, մոլագարի նման որոշել է, որ ինքը պետքա այդտեղ փոփոխություն մտցնի, որովհետև եկեղեցին դա հզորագույն գաղափարական կառույց է։ Դա հասկանալի է, բայց դա այդ միասին Թե, բայց դա ուժ է, գաղափարն է ուժ։ Մենք բոլորս անցողիկ ենք, մենք ասենք ինչ որ պատմական ժամանակաշրջանի համար պատասխանատու կամ միգուցե անպատասխանատու մարդիկ ենք, որոնք անցնում գնում ենք։ Ինչ է մնում դրանից հետո, ինչպես այս պետությունը վերածնվելու, ինչպես է գտնելու իր ուժը, ինչպես է մոդեռնիզացնելու իր ազգայինը, որպեսզի առաջ գնա։ Դա ամենակարևորն է, որովհետև համաշխարհային բոլոր ուղղությունները գնում են ազգայինի ուղղությամբ։ Դե դրա համար ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն ջարդում է հայ ժողովրդի ինքնության բոլոր սյուները, իսկ եկեղեցին ամենամեծ սյունն է, ու այդ առումով հա երեկվա իր հայտարարությունը, որ փաստացիրուն հայ առաքելական եկեղեցին համատած, չգիտեմ, ասենք մուսուլման եղբայրների կամ չգիտեմ, դրանից ավելի մեծ վնաս պետությանը ոնց տաս։ Ու նույն Վենսը գալիս ասում է մեր նախագահը եւ այլն, այստեղ որպես քրիստոնեական հնագույն երկիր։ Ես քրիստոնյա եմ, ինչպես նա իմ գործընկերն է քրիստոնյա, այս բան գտնում են քրիստոնեական ամենամեծ, ամենահին երկրներից մեկում։ Ամբողջ իրավիճակի նաև ողբերգությունն այն է, որ միջազգային հանրություններն ու Միացյալ Նահանգներն մեծ հաշվով չեն արձագանքում տեղ ունեցող եկեղեցու հետ կապված գործընթացին, ենթադրաբար դա դիտարկելով այս մեծ աշխարհաքաղաքական խաղի ինչ որ մի հատված համաձայն եք։ Տեսեք, ես վստահ եմ, որ իրենք հատուկ լոբիստական խմբեր են վարձել տարբեր արևմտյան մայրաքաղաքներում եւ խնդիրը եկեղեցին ներկայացնել որպես ռուսական այդ վերահսկողության տակ գտնվող կառույց, որը փորձում է երկրում անկայունություն ստեղծել, այս ամբողջը ընթանում է ոչ թե բանի, այլ Ռուսաստանի այդ դեմոնիզացիայի ֆոնին։ Ու եկեղեցին փորձում են տեղավորել դրա մեջ տևական ժամանակ։ Ու երբ որ ինքը ասում է ես փաստացի տվյալներ եւ այլն, ասենք ինչպես է ստացվում, որ այսօր Ադրբեջանից շատ ակնհայտ քեզ աջակցություն են հայտնում, արդյոք դա հարցեր չպետք է առաջացնի հայ հանրության մեջ ու դու գնում ես եկեղեցու հետևից ինչ որ քո ենթադրությամբ, որովհետեւ ինչ որ ներքին ինստինկտներ քեզ ինչ որ բան են հուշում, դա չի կարա տենց լինի։ Բայց ես ուզում եմ խոսամ այդ վտանգի մասին, որ ինքը ստեղծում է Հայաստանի շուրջ։ Պատկերացրեք իրավիճակ, որ Հայաստանը ունենար այլ ղեկավարություն, որ չէր ունենա բացարձակ այդ խնդիրների եկեղեցու հետ, ինչպես պետք է նույն կաթողիկոսի ներկայությամբ ընդունելություն կկազմակերպեր, կուղեկցեր Վենսին, կշեշտեր այդ ամենը ու կօգտագործեր մեր քաղաքակրթական, մշակութային հնարավորությունները մեր պետությունը ճիշտ ներկայացնելու համար։ Արդյոք դա չէր մեծացնի հետաքրքրությունը, պոտենցիալը, երբ դու հասկանում ես ինչ կարող լիներ ու ինչ ունես, դեռ ես հասկանում ինչ խնդրեմ ունես։ Դեռ ես հասկանում, որ խնդիր կա, ոչ թե մտնել այդ բաների մեջ։ Դետալների մեջ, ճիշտ բանակցողը դետալների մեջ կարա շատ շահավետ լուծումների հասնի Հայաստանի համար։ Դա սատանան ասում է դետալների մեջ է։ Միանշանակ այդպես է։ Իսկ ընդհանուր առմամբ ասենք, ես չեմ կարծում, լավ, պատկերացնենք Վենսը ասում է, եթե ես աջակցում եմ Ալիևը, աջակցում եմ, то բոլորը կանգնեն ասեն, մենք Նիկոլ Փաշինյանին աջակցում ենք։ Մենք ենք գնալու ընտրության, ոչ Վենսն է գնալու իր անձնագրով, ոչ Ալիևն է գնալու իր անձնագրով, մենք ենք գնալու այդ Ճիշտ է, բայց Հայաստանի իշխանությունները, այսպես ասենք, ռեպրեսիաներ իրականացնելու կարտ բլանշներ են ստանում, թե Վենսից, թե արևմտյան այլ գործընկերներից։ Հա, իմիջիայլոց այդ, այո, ստանում են։ Սա նույնպես կարևոր հանգամանք է, այսինքն մեր ընտրության վրա ուղիղ ազդող ռեպրեսիվ ապարատը, երբ որ արդեն աշխատում է, երբ որ ավելի սկսի աշխատել է, այստեղ մեր հնարավորությունները որպես ընտրողներ կտրուկ պակասելու են, որովհետև լինելու են, ես վստահ եմ, կան եւ լինելու են կալանավորումներ, ձերբակալվածներ եւ այլն։
Դրա հետ կապված երկու բան կուզեմ ասեմ, նախ եկեղեցու առումով, տեսեք, իրապես ես նաև որպես քրիստոնյա ու մարդ, որ հետևում է ամեն ինչին ու գիտի ցույց է տվել, որ դա Ադրբեջանից ուղղորդվող է, պետք է ասեմ, որ համեմատության մեջ փաստացի ամենակուռ հավատարմությունը եղավ եկեղեցում։ Տարբեր կառույցներ այս ընթացքում թիրախավորվել են, լոյալություն են իրենցից պահանջել եւ այլն։ Միակ կառույցը, որտեղ համեմատության մեջ, ասենք, բոլոր այդ գնդերեցների հետ կապված պատմությունը, այդ մարդիկ փաստացի իրենց եւ գումարել են առաջարկել եւ տարբեր այլ հնարավորություններ, իրենց մեջ գաղափարի ուժը, տեղա գաղափարի ուժը, որ դու չես գնվում, չես ծախվում, իսկ կան մարդիկ միգուցե կոմպրոմատներով ինչով ես իրենց բանը չեմ թող, իրանք բայց այդ հատուկենտ թվով մարդկանցից, որոնք իրենց տեղ խայտարակել են, օրինակ, եթե ես լինեի ամենայն հայոց կաթողիկոս, ես լինեի իր տեղը ուզեի Նիկոլ Փաշինյան այս շարժումը բանը փչացնեի, այդ մարդկանց կուղարկեի, կասեի գնացեք իրան աջակցեք։ Ազնիվ խոսք։ Ասենք ավելի վարկապեկված։ Ես ասեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը վեհապարի փնտրտուքի մեջ է ակտիվ։ Շնորհակալություն, էդի մճի։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանում ամբողջությամբ փոխվում է նաև կարգը, այլևս ազգային ժողովն է որոշելու կաթողիկոսը ով չէ ով է։ Տենց բան կա։ Դե փաստացիորեն այդ բարեփոխման խորհուրդը որ հայտարարությամբ հանդես եկավ եւ այլն, չէ, բայց այդպես ասում եք, մենք քանի կարմիր գիծ ենք, որ տեսել ենք խախտել ենք, ասենք պետք է նորմալիզացնել կարմիր գծերի խախտումը։ Հա, դատական համակարգը որոշում օրինակի համար, ասենք Արման Սարոյանը պետք է մնա թեմի առաջնորդը, չպետք է մնա։ Այդ նույն տրամաբանությամբ մի խոսքով, եթե մենք գնում ենք այդ զավեշտի։ Շնորհակալություն, ես իհարկե հեգնեցի այդ առումով, բայց նկատի ունեմ, եթե նայես կողքից, ասենք այդ մարդկանցից ավելի վարկաբեկված մարդիկ, ցանցից ոմանցից էլի եկեղեցում չի եղել։ Այդ մարդիկ ամենաշատ վնասն են ընդ որում հասցրել եկեղեցու հեղինակության տասնամյակներ շարունակ իրենց գործունեությամբ։ Բայց այդ առումով իրոք պետք է ասեմ, որովհետև մենք այդ ուրացումը մեր վրա շատ ազդում է, մենք դրանից ցավ ենք ապրում, մենք դրա մասին խոսում ենք, բայց դրա կողքին կորում է նաև այդ հավատարմությունը, իսկ հավատարմությունը այս եկեղեցու դեմ արշավի պայմաններում շատ ավելի շատ է եղել։ Իրապես շատ է եղել ու ես շնորհակալ եմ այդ մարդկանց, որոնք իրոք հավատարիմ են իրենց ուխտին, իրենց ծառայությանը ու վեր են դասել իրենց այդ նեղանձնական ապրումներ, իսկ իրանք հետապնդումների տակ են, դուք խոսացիք, այդ մարդիկ կոնկրետ հետապնդումների տակ են։ Լինել հետապնդումների տակ, դա շատ զզվելի ու տհաճ բան է, վստահ եմ։ Իրենք իրենց ընտանիքները, իրենց հարազատները ու դնել այդքան մարդկանց թիրախ։ Մեր հարգարժան քահանաները, ծխական քահանաների մասին է խոսքը, ասենք օրինակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը կամ Տեր Փառենը կամ մնացածները, իրենք երբ որ պատմում էին, թե քննչական կոմիտեի աշխատակիցները եւ կամ իրավապահ համակարգի ընդհանրապես աշխատակիցները ինչպես են մտել իրենց բնակարաններում, ինչպեսի պահվածք են ցուցաբերել իրենց բնակարաններում, ապա բնականաբար այդ ամեն ինչը կոմոդ ասոցիացիաներ է առաջացնում նախորդ դարաշրջանի 30-ական թվականներում տիրող իրավիճակների հետ մեծ հսկայական կայսրություն։ Իրականում եթե նայես նույն կաթողիկոսին էլ շատ փորձել են անձնապես վնասել, գտնելով նրա ամենահարազատ մարդկանց։ Դա շատ բարդ է, այլ բան է, որ դու ես գտնվում թիրախի տակ, քո պաշտոնով, քո ծառայությամբ, քո որդեգրած սկզբունքներով, այլ բան է, որ դրա հետևանքով քո հարազատ ու սիրելի մարդիկ են հայտնվում այդ իրավիճակում։ Համենայն դեպս կարծեմ Ավստրիայում եպիսկոպոսած ժողովը այնուամենայնիվ տեղի ունենալու է, ինչպես վեհապար հայրապետը ասաց, կապրեն կտեսնենք, չնայած ես վստահ չեմ, որ նոր կալանավորումներ չլինի եւ ինքը չեմ կարծում, որ ինքը արդեն ազդարարել է դրա մասին իր հենց այդ վերջին հարցազրույցով, որի իբր թե պետքա Վենսի այցելող էր հայ-ամերիկյան հարաբերությունները, ինքը ցույց տվեց, որ ինքը շարունակելու է հակաեկեղեցական արժանը։ Այո, եւ այդ ճանապարհին էլի մարդիկ են ձերբակալվելու եւ կալանավորվելու։ Գալով մեր խոսակցության, դա հիմա այսպես է, հիմա գիտեք եկեղեցականի եւ հավատացյալի ճանապարհը միշտ չի, որ առհասարակ գաղափարական մարդկանց ճանապարհը միշտ բարձր։ Այդ ճանապարհին պետք է դիմանալ, դիմադրել եւ մնալ հաստատակամ քո հավատամքին։ Գալով մեր խոսակցության սկզբնական հատվածին, երբ որ դուք խոսում եք Ալիևի, Նիկոլ Փաշինյանի տրված ժեստերի մասին, հա, իրենք ինչ քանակությամբ կարող են ավելանալ ընտրությունների մոտ, որովհետև արդեն ընդդիմությունը դա գնահատում է որպես այսպես ընտրակաշարք տրվող հայ ժողովրդին, հա, կամ Հայաստանի քաղաքացիներին, այդ չգիտեմ, իր տարածքով ցորեն, Էժանբեզին եւ այլն եւ այլն։ Այդ Սորենի բանի թեմաները դրանք անկարևոր թեմաներ են իմ կարծիքով, դրանք չարժե այդքան ուշացնել, որովհետև հայ հանրությունը տենց բան չի այդ առումով, էլ ինքը սահմանները փակ են, Ադրբեջանը ինքը բոլոր իր սահմանքային սահմանները փակել է 2019 թվականից սկսած ոչ մի սահման չի բացում։ Եթե բացվի, միայն կլինելու է հայ-թուրքական սահմանը, շատ սկեպտիկ են, որ դրանք
էջեստը կանեն Նիկոլ Փաշինյանը, այդպիսի լուրջ քայլ չեն անի։ Դե դա արդեն 4 տարի է երրորդ երկրի քաղաքացիների համար բացում են, ասենք ով որ երրորդ երկրի քաղաքացինա գնալու տեղով անցնի, գնա բան Կարսից թռնի Անկարա կամ Ստամբուլ, ով անել այդպես բան։ Շուտ սիմվոլիկ 1-2 բան, այդ էական չի այդ առումով, բայց բանի հետ կապված շատ լավ բանից հիշեցրիք։ Տեսեք, այս վերջին շրջանում ֆենոմենալ է դա ուղղակի նայելը, նաև որպես մարդ, որ ժամանակին եղել է իմ քայլը ֆրակցիայում, այդ դեֆորմացիաները մարդկանց տեսել է, ոնց մարդիկ, որոնք փորձում են լինել ազգային, պետական եւ այլն, դեֆորմացվում դառնում են Աստված գիտի ինչ, ու հիմա նորից իրենք մտնում են ազգայինի մեջ, բարձում է իրենք ամբրաշինական աշխատանքներ են ուզում ցույց տալ, զենքեր են ուզում ցույց տալ։ Դուք ինձ հարցնում եք ինչ է տարել ալը, թույլատրում է դա ցույց տալ։ Թույլատրում է ներկայանալ որպես պետություն, որը գիտեք, զինվում է, պատրաստվում է եւ այլն եւ այլն։ Թույլատրելու է խոսակցություններ են գնում արդեն հանրային դաշտում, որ այո, այսինքն ընդ որում շատ հետաքրքիր է Լորեն ընտրում է մայիսի 28-ին։ Ասում են, այսօր եմ այդպես ուղղակի քանի որ ես անցյալ մեր հաղթական շրջանում մեր բաները հիշում եմ, չկա հանդեսները, հա, զինվորական այնտեղ մեկտաբանների խոսքեր կային, էլի, այսինքն օրինակ ասում եմ հրապարակ էր մտնում, ասենք այս ինչ դիվիզիան, որ Փարքով է պսակել Իրանոնը Շուշիի մատույցներում, օրինակ։ Չէ, բայց դա չի, ամբողջ խնդիրը ցույց տալ, որ ժողովուրդ, այս ամբողջ ընթացքում մենք տակից առնում ենք, կապ չունի մենք ինչ ենք խոսում, մենք տակից առնում ենք, այս ամբողջ բանն է։ Ոստեղ արդեն հանրության, հա, հեսաս, ու այստեղ արդեն հանրության գիտակցության խնդիրն է, որը ես կարծում եմ, ամենայն դեպս կարող է ես շատ լավատես եմ կամ մի քիչ վարդագույն ակնոցներով են, դե փորձում եմ ուժատ տալիս շարունակել այս բարդ ճանապարհը, բայց իրականում դու չես կարող անվերջ թողես, որ քեզ խափեն ու գցեն։ Այսինքն ինձ ոչ մեկ չի կարող համոզել, որ Նիկոլ Փաշինյանը դրական բաներ անելու Հայաստան։ Իրոք չի կարող, որովհետև ես տեսել եմ ինքը հնարավորությունների ժամանակ ոնց է արել քայլեր, որոնք վնասել են Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ ոչ մեկ չի կարող դրանում։ Ինձ ոչ մեկ չի կարող համոզի, որ մարդը, որ 2020 թվականից հետո այս քայլերն է, գործողությունները արել, ուզում է բանակ հզորացնի, բանակ հզորացնի մարդ, որ 2022 թվականի սեպտեմբերյան այդ ագրեսիայի ժամանակ ջերմուկի ուղղությամբ մենք ունեցանք 200-ից ավելի զոհ օկուպացված տարածքներ։ Այդ մարդը դրանից 3 տարի հետո այդ օրը փառատոն թե ֆեստիվալ անում։ Այդ մարդը, որ այդ զոհողության, այդ ընտանիքին ասելիք չունի, այդ մարդիկ, որոնք ընտրում են մի հատ առանձին օր, որ գնան Եռաբլուր, որ հանկարծ այդ մարդկանց աշկերին չնայեն այդ ընտանիքների։ Այդ մարդիկ խոսում են բանակի մասին։ Օրինակ սեպտեմբեր 27-ին կամ նոյեմբերին Պաշտպանության նախարարություն տաքսիով ծաղկեպսակ է ուղարկում մոտավորապես, ասենք, հիմա թիվ չասեմ, հազարավոր մեր զոհերի գերեզմաններին ինքը կանգնել ասում է այդքան մարդ, ասում էր զոհերի կամ առանց զոհերի նույն իրավիճակը կլներ, բայց այդքան մարդ զոհվել է, որ ինձ դահվաճան չասեք։ Ու այս ամեղջը իր կարծիքով մարդիկ տենց հիշողություն շատ թույլ են անդադ ամեն ինչ մոռանում, չեն մոռանում։ Այստեղ խնդիրը այլտեղ է, խնդիրը ընդդիմադիր դաշտում խաղացողների ունակությունն է, ճիշտ շեշտադրումներով ու պոզիտիվ օրակարգերով առաջ գնալ։ Հասկանում եք, մենք արդեն մի կետի ենք հասել, որ այլևս իր քաղաքականությունը քննարկելը կա ինչ որ հատուկ հարցերի կարելի անդրադառնալ, բայց մեծ հաշվով իմաստ չունի։ Պետք է քննարկել ինչ կա հնարավորություն ու ոնց կարելի է դա օգտագործել։ Պետք է մարդկանց տալ առաջարկներ հնարավորությունների մասին ու ասել Ժորժ ջան, պետք է գնաք ընտրության։ Համաձայն եմ, որ պետք է գնան ընտրության, բայց միգուցե իմ ընդդիմադիր գործընկերների հիմա ինձնից նեղանան այդ առումով, բայց երբ որ ես նայում եմ այն քարոզչությունը, որ այս պահին տիրում է, անշուշտ կան դրական որոշակի էլեմենտներ եւ այլն, բայց դրա հետ միասին այդ հիմնական գիծը, որ տեսնում եմ, նայում եմ ելույթները եւ այլն, իմ մոտ այդ հին եւ բարի ասացվածն է հիշում, հա, ֆրանսիական հեղափոխությունից հետո ասում եմ, բուրբոնները այդպես էլ չհասկացան, բուրբոնները այդպես էլ չսովորեցին։ Հիմա այնպեսի տպավորություն է, որ ընդդիմությունը շարունակում է պատրաստվել նախորդ ընտրություններին պայմանական ասած, այն պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանական օրակարգը ու այն հսկայական քարոզչությունը, որ կա այսօր Հայաստանում իշխանական քարոզչությունը, ինքը ցանկացած մարդու գրեթե տերորի է ենթարկում, ու այդ տերորից ենթարկելու այդ շրջանակից դուրս գալու բաները ես դեռևս այդպես շատ չեմ տեսնում, հա։ Իսկ դու տարբեր են ընդդիմադիր ուժերը, ակնհայտորեն 2021 թվականի ընտրությունների նման չի լինելու, որ նախկին եւ ներկա, որովհետեւ այդ դիլեմայում ելքը պարզ է։ Դու գալիս է նախկին իշխանությունն դուր չի գալիս ոնց է, բայց ելքը պարզ է։ Ինքը այնպիսի դեմոնիզացիա ապահովել այդ իշխանությունների համար, որ իրենց հետ կապված ով ինչ գրում է, ասենք մինչև հիմա պարզ վերլուծություն ես գրում, ասում են ուզում եք նախկին, չէ, չենք ուզում նախկինները, Ժորժ ջան, փակվել է այդ թեման։ Թող նախկինները գնան
Նիկոլ Փաշինյանը գնա իրանց այդ նույնիսկ ամեկին նստի սրաստո, բայց հնարավորություններ Բարակայում sense ասեմ, եթե նախինները վերադարձը կապահովի մեզ այն Հայաստանը, որտեղ չի կարող, որովհետև ժամանակաշրջանները փոխվել են։ Չէին կան, չի կարող, հարցը դա չի կարող, այսինքն դուք որ ասում եք, շատ ճիշտ բան եք ասում, դու չես կարող քո նախկին մտածելակերպով ինչ կար 10 տարի առաջ իրավիճակ, այսօրվա իրավիճակ, այսօր տեխնոլոգիաները փոխվել են։ Օրինակ նույնիսկ մենք, որոնք այդպես պատկառելի տարիք բարեբախտաբար չունենք, բայց շատ հաճախ այդ սոցցանցային տիրույթում վստահ եմ դուք եք նկատում, որ արդեն այդ համբերությունը չունեն այդ բազմաթիվ այդ ամբողջի մեջ մտնելու, այդ դիտումները ապահովելու, այդ խոսքը տեղ հասցնելու։ Ուրեմն կաթը 11-ից գնում են քնելու ինչ մասն է խոսքը։ Իմ ասած այն է, որ ժամանակները շատ արագ են փոխվում այս փուլում ու այդ ադապտացիան պետքա շատ արագ արվի։ Դու չես կարող այդ հի մտածելակերպով այս ընտրություններին մասնակցել ու ես նկատում եմ, որ փոփոխություններ կան։ Այլ բան, որ ես համաձայն եմ, ընդդիմությունը պետքա լինի ավելի համառ, պետքա շատ ուղիղ գնա մարդկանց մոտ, պետքա շատ ուղիղ խնդրանք ուղի մարդկանց գնալ ընտրությունների։ Ես հանրային դաշտում, երբ տեսնում եմ, մեծամասնությունը իրապես չի ընդունում ու ընկալում այս իշխանություններին, իրապես, բայց իրեն դու պետք է ռեալ տարբերակներ առաջարկես, ու պետք է ասես քո խոսքը ինձ համար կարևոր է, քո խոսքը որոշիչ է։ Համաձայն եմ, բայց մենք պետք է տպավորություն, որ իշխանությունը հետևողականորեն Հայաստանում բան է մտցնում, այսպես ապատիկ մթնոլորտ, այսինքն Հայաստանի ոչ իշխանական հատվածի մոտ ապատիկ մթնոլորտ մտցնելու քաղաքականություն է վարում, որ ոչինչ չի փոխվելու, իր հետևը Եվրամիությունն է, իր հետևը Միացյալ Նահանգներն է, իր հետևը Ադրբեջանն է, իր հետևը Թուրքիան է, եւ ռուսներն ու իրանցիներն էլ բան են, այսպես չեզոք են, խառն են եւ այլն եւ այլն, հա։ Արասում խաղացախածա ժյուրին առանց։ Հա, այլ անիմաստ է, այտենց առանձնապես մամի արեք։ Այդ շատ հետաքրքիր է, որովհետեւ ես այո վստահ եմ եւ մեր նախկին զրույցներից մեկում էլ եմ ասել, ինքը նպատակային զզվացնում է հանրությանը քաղաքականությունից, որպեսզի մարդիկ մտածեն, որ քաղաքականությունը մի շատ զզվելի բան է, որով ընդհանրապես պետք չի զբաղվել ու պետքա դրանից հեռու։ Ինձ ոչ մեկ հետաքրքիր չի։ Ես ոչինչ չեմ ուզում լսել։ Ոչ մի բան։ Ես իմ ընտանիքը, ես իմ կենցաղը, իմ նյարդերը չեն հերիքում, որովհետև եթե նայեք վերջին տարիների կտրվածքով այնքան վատ բաներ են եղել հանրային առումով, որ մարդիկ ինչ որ նույնիսկ ինչ որ բնականից արդեն հոգնել եւ նադայել են եղել։ Ու այդ իրավիճակում ինքը շահում է, որովհետև հնարավորություն, երբ որ ստեղծվի ընտրություններ լինեն, կգնա մի հատ շատ փոքր ընտրազանգված իրեն աջակցող, չէ՞, փոքր չէ, քանի տոկոս, համենայն դեպս դա 50% չի, որ ինքը հաղթի այդ ընտրություն, մեծամասնություն չի իհարկե։ Մեծամասնությունը հենց այդ հատվածն է, որը չի ուզում զբաղվել այսօր քաղաքականությամբ։ Ու այդ հատվածին հասնելու ձևը պետքա գտնի ընդդիմությունը։ Միգուցե այդ ճանապարհը ուղիղ քաղաքական չի, միգուցե այլ հնարավորություններ կան, միգուցե այլ հարթակներ կան, այլ տեղեր կան խոսակցությունների, չգիտեմ։ Օրինակ ասենք, կարող ես գնալ ինչ-որ խոհանոցային հաղորդման միգուցե տեղ խոսալ այդ հարցերից ու դա ավելի կաստի, ես չեմ կարող ասել, բայց միշտ չի, որ այնց ուղիղ է այդ ճանապարհը բարդ է, հեշտ չի, բա ինչի համար է քաղաքականությունը։ Կիսրտերը գերելու ճանապարհը բավական բարդ ճանապարհ է։ Այո, բայց քաղաքականություն դրա մասին է։ Քաղաքականության մեջ շահում ու հաղթում է նա, ով ունի խելք կամ կողամառություն այդ ճանապարհով գնալու։ Իսկ ով ասում է դե լավ խաղացախածա ժուրին առածա, բոլորը իրան են օգնում, փակեք այս թեման։ Չէ, ժողովուրդ ջան, տես չի հարցը լուծում, խնդիրը իմ մասին չի։ Խնդիրը մենակ իմ, ձեր, մեր մասին չի, որոնք հիմա ունեն ընտրելու իրավունք, կգնան իրենց որոշումը կկայացնեն։ Խնդիրը այն երեխեքի մասին է, որոնք ոչ ընտրելու են, ոչ էլ մասնակցում են քաղաքականությանը, բայց 10 տարի հետո իրանք բախվելու են մեր արածի հետևանքների հետ, որովհետև մենք բախվել ենք այն հետևանքների հետ, ինչ արել են մեր սերունդները նախկինում, լավ, վատ, դրական, բացասական բոլորով։ Մենք էլ մեր գալիք սերունդների համար ենք պատասխանատու, մենք չի որ ասեմ մեր հարցն է, դե լավ, ոչինչ թող սենց գնա, տենց չի, մենք այդ երեխեքի համար ենք պատասխանատու։ Տաթև շնորհակալ եմ հրավերես ընդունելու հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրն ադրբեջանագետ պատմական գիտությունների տեխնացու Տաթև Հայրապետյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։